Երեք Տիկին գլխավոր դատախազը իդեպ հարգելի գործընկերներ հուշում էր, երբ որ գործընկերները հարց էին տալի, ասում էին, իսկ ինչու՞մ է այս մանդատի լիազորությունը, որ ինքը կարա ազդեցություն գործի։ Տիկին գլխավոր դատախազը բոլորիս ասում էր դուք ոնց որ լավ չեք հասկանում ձեր մանդատի զորությունը, շատ ավելի զորեղ է ձեր մանդատը։ Եվ այո, ես Տիկին գլխավոր դատախազի հետ համաձայն եմ, մեր մանդատը շատ ավելի զորեղ է, եւ հենց դրանից ելնելով այն ինչ որ մեզ ներկայացվում է, այն ինչում որ ելնելով այստեղ գրվածից Հովիկ Աղազարյանը մեղադրվում է, ես միանշանակ պնդում եմ, որ իրար չի բռնում։ Ես խորապես համոզված եմ, ես որոշակի իրավական գնահատական կտամ, որ եթե մենք հիմա կողմ քվեարկենք եւ բավարարենք այս միջնորդությունը, այս միջնորդությունը գնալու է դատարանում այս գործերը վերավորակավորվելու են եւ այս ծանրացնող հանգամանքներից փոփոխվել են հոդվածները, որովհետեւ ըստ էության այդ $8000 կպարզվի անգամ եթե կաշառ կա վերցրե, դա առանձնապես խոշոր չափի չի։ Դա խոշոր չափի է։ Իմ համար ստե խնդիրը հետեւյալի մեջ է։ Միանշանակ է, որ այնուամենայնիվ այս իրադրության ճշմարտությունը պետք է բացահայտի եւ որոշում կայացնի արդարադատության համակարգը, բայց այս մեղադրանքներով ես խնդիր ունեմ կողմ քվեարկելու եւ թույլատրելու, որպեսզի Հովիկ Աղազարյանին այս մեղադրանքներով տանեն իր գործը դատարան, վերջում է պարզվի, որ իրականում Հովիկ Աղազարյանը ոնց որ այդքան էլ մեղավոր չէր այս մասով, այսքանով էր մեղավոր։ Այդ տեսանկյունից հարցս հետեւյալն է, Տիկին գլխավոր դատախազ։ Կառավարության նիստերին երկար ժամանակա քննարկում եք արդարադատության չափորոշիչների վերաբերյալ քննարկումներ ունեք, որոնք որ իրականում շատ ողջունելի են, բայց միաժամանակ ցավոք սրտի որ միջև այս պահը մենք իրականում չունենք այդ չափորոշիչները, խնդիրները այս դեպքերում ծագում են, էլի։ Ես ուզում եմ իմանամ, ըստ ձեզ, եղած անգամ արդարադատության չափորոշիչների մեջ մեղադրանքները, որոնք որ ներկայացվում են ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին, այդ իսկ չափորոշիչով որքանով են համահունչ ձեր բերած տեքստի, ձեր բերած փաստական տվյալների համադրության կոնտեքստում, այս ծանրացնող հանգամանքներով հոդվածները, որոնցում որ մեղադրվում է Հովիկ Աղազարյանը, արդարադատության չափորոշիչի կոնտեքստում, որքանով են արդար եւ համաչափ։ Այսքանը, շնորհակալություն։